Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ ես առաջարկում եմ նախ խոսել կրթության թեմայով։ Երեք Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական էջը համացանցում էլ ովքեր որ հետևել են, կտեսնեն, որ ԿԳՄՍ նախարարը падգամավորներից հարցնում է քաղաքացին, պատասխանում է կառավարությունը այսպիսի մոտավորապես խորագրի ներքո, հարցնում է քաղաքացին, հարց ու պատասխան էին կազմակերպել եւ գիտեք ինչու եմ այստեղից սկսում, որովհետեւ թերևս հասարակության, քաղաքացու դաստիարակության եւ կրթական մակարդակի ցենզի մոտեցումների մեկնաբանությունների, ես ամեն ինչը ծնվում է դպրոցից, ցանկացած բան, ուզում եք ճանապարհաշինության ոլորտը վերցրեք, ուզում եք գյուղատնտեսության, ամեն բան սկսվում է դպրոցից։ Եվ այսօրվա որոշակի տրամադրությունները, քաղաքացիական տրամադրությունները այդ թվում մեկնաբանությունները տարբեր նյութերի տակ, դրանց գրառման ձևը, որակը, այս ամեն ինչը գալիս է հենց դպրոցից։ Դա հիմնական մասը, իհարկե ոչ ամբողջական, որովհետև ես այստեղ նաև չեմ կարող բացառել հեռուստատեսության, զանգվածային լրատվամիջոցների դերն ու նշանակությունը, ինչից շատ բան է կախված ու ցավոք սրտի մենք երևի աշխարհի այն եզակի երկրներից ենք, որ մանկապատանեկան հեռուստաալիք չունենք։ Հույս ունենք կունենանք ինչ-որ մի օր։ Եվ նաև ինչու եմ այստեղից գալիս, որովհետև որոշ քաղաքացիներ դիմում էին ինձ այս վերջին դեպքերի հետ կապված լուսաբանումներ անել, չնայած որ ես անդրադարձներ արել եմ, այո, իմ մոտեցումները նույնպես հայտնի են, եւ նաև որոշակի ծրագրեր, որոնք խնդրահարույց են, կամ քաղաքացին է համարում խնդրահարույց։ Եվ այդ քաղաքացիներին ի պատասխան ասեմ, որ ես երեք դիտում էի ու ձեր տեսահարցերը չեմ նկատել։ Այսինքն մենք հանրային տիրույթում կարող է դժգոհենք դպրոցի մի տնօրենից, մի դպրոցի մի քանի ուսուցիչներից, դա նորմալ է ու այդ դժգոհությունը պետք է մատերիալիզացվի եւ ինչ որ կերպ վերանա, թե ինչպես կվերանա, դա արդեն որոշակի գործողությունների պարագայում, բայց ոնց է ստացվում միշտ։ Մենք որևիցե չինովնիկից բողոքելուց անպայման ամբողջ համակարգն ենք վարկաբեկում։ Եթե մենք նեղված ենք որևիցե ծրագրից, անպայման համակարգն ենք վարկաբերում։ Տեսեք, կա ծրագիր, չէ՞։ Այդ ծրագիրը հնարավորինս փորձարվում լավ անել ու լավ բանի ծառայեցնել։ Ոչ ոք չի ուզում վատ բանի համար ծառայեցնել, կառավարությունում նստած ասենք թե մտածում են թե այլ ինչ վատ բան կարելի է էլի անել, հա, ժողովուրդ, այդպես չի։ Մտածում են լավ բանի համար, այլ դա կիրառողները հետո ոնց են կիրառում։ Այստեղ իսկապես ունենք խնդիր։ Եվ կիրառողը ավելի ներքևի օղակն է, վերև ներքևով չասեմ, ավելի հանրության հետ շփվող օղակն է, այսինքն նույն ուսուցիչն է, նույն տնօրենն է եւ այլն, հա, ոչ մի նախարար տնօրենին չի ասել, սենց կխոսես կամ նենց։ Այսինքն այն հարցերը, ինչ որ վերաբերվում են այս ոլորտին, կարելի էր բարձրաձայնել, սա հնարավորություն էր բարձրաձայնելու եւ պետք է ասեմ, որ ցավոք սրտի քաղաքացիները կարծես թե այդքան էլ ակտիվ չէին այդ իմաստով, չգիտեմ թե լուսաբանումն է քիչ եղել, թե ինչ, ես չեմ ուզում մեղավորներ փնտրել ու ամեն ինչ մեջ չէ, որ անհրաժեշտ է մեղավորներ փնտրել, դա պարզապես այսպես փաստ ենք, հա։ Այնուամենայնիվ հետաքրքիր հարցեր եղան, մեկնաբանություններ այդ թվում եւ առաջնահերթ պիտի գանք հենց դպրոցներից։ Չէ՞ որ այդ նույն ուսուցիչները էլի դպրոց են հաճախել, հետո ինստիտուտ են հաճախել։ Նրանք, ովքեր որ դասավանդում են, նրանք նույնպես անցել են այդ ճանապարհը, նրանք օդից չեն ընկել։ Իսկ ինչպիսի դպրոցներ են անցել այսօրվա մեր ուսուցիչները։ Ես հիմա ձեզ մոտավորապես կարող եմ նկարագրել։ 2 օր առաջ գտնվում էի Արագածավանում ու նկարահանեցի այնտեղի դպրոցի, կներեք, հանգամանքները բերեցին դրան,
ինչպիսին է եղել այնտեղի զուգարանը, տարժական բան եմ ասում, ու խոսում եմ մի գյուղի, մի դպրոցից, ուրեմն նստած էինք ընկերներով եւ խոսակցություն գնաց, որ իմիջիալոց այստեղ ես հրավիրում եմ նաեւ Սփյուռքի մեր բարեկամների, բարերարների ուշադրությունը, էլի, որովհետեւ սա կարեւոր հանգամանք է։ Խոսակցություն գնաց, որ դրանից մի քանի տարի առաջ ընկերս, ով Միացյալ Նահանգներից է, այդ գյուղում է եղել, տեսել է գյուղի դպրոցի վիճակը, հետո տեսել է գյուղի դպրոցի զուգարանի վիճակը, գնացել է Միացյալ Նահանգներ, դրամահավաք արել, որպեսզի զուգարանը բարեկարգեն։ Իսկ ինչպիսի զուգարան էր, 4 հատ պատ, 4 հատ ծակ, առանց դռան, ու երեխաները պիտի այդտեղ գնային, շատ երեխաներ չեն գնացել, պահել են իրանց, մինչև հասնեին տուն, ու դա գիտեք, որ հիվանդություններ կարող է հետագայում բերի։ Թե դպրոցը ինչ վիճակում է եղել, դա մեծ խայտառակություն, հիմա ամբողջը քանդված տեղում նորն է կառուցվում։ Ես ուզում եի ներկայացնել դրանով, թե ինչպիսի կրթություն ենք եղել ու որքանով դա կարող էր գրավիչ լինել երեխայի համար։ Բայց այստեղ կանգ չառավ, իհարկե ես նկարահանում այդտեղ արեցի, բայց պարզվեց, որ մի քիչ ավելի լայն է հարցերը։ Իմիջիալոց ասեմ, ես չգիտեմ Արագածավանի, օրինակ գյուղապետնով է, համայնքի ղեկավարնով է, ինձ դա չի հետաքրքիր, բայց այն, որ հիմա մեծ աշխատանքներ են տարվում, դա լավ է, կլինեն խնդիրներ, արագածավանցիներ կլինեն, համաձայն կլինեն կամ չեն լինի այլ խնդիրների շրջանակներում, դա չի հարցը, հարցը հենց դպրոցն է, որը որ հիմա այդ նույն դպրոցի տեղում քանդել են ամբողջովին այդ դպրոցը, այսօրվա իշխանությունները եւ կառուցում են լրիվ նորը 400 երեխայի համար նախատեսված եւ 400 երեխա էլ սովորել է այն ժամանակ 400 երեխա չի ունեցել զուգարան գնալու հնարավորություն դաշնակներին եմ ես այս հարցը ուղղում դուք եղել եք կրթության պատասխանատուները մանդատը ձեր ձեռքում է մինչեւ այսօր ԿԳՄՍ նախարարության կեսը դաշնակ է Որտեղ եք նայելուց եղել։ Իհարկե ես ավելի վատ վիճակում դպրոցներ եմ տեսել, բայց գիտեք, քանի որ խոսքը խոսքի վրա ես չեմ կարող սա չասել։ Դուք ձեր երեխաներին, ձեր աղջիկ երեխաներին կտանեիք նման դպրոցներ, թե ոչ։ Աղջիկ երեխան, որը պիտի նստի զուգարանում, որտեղ որ դուռ չկա, այդ զուգարանը դրսում է, 4 հատ ծակ է այսպես արված։ Ասենք հետո խոսում եք ինչ-որ բարոյական ազգային արժեքներից, չգիտես ինչերից, խոսում բան եք անում, ինչ-որ մարդկանց ապա կողմնորոշում եք, թե գիտեք հիմա դպրոցներում որոշել են, որ տղա աղջիկ տենց տարբերություններ պիտի ես ինչեր եք հորինում ձեզանից դուրս, բա այդ ինչի մասին էր, տղաներն ու աղջիկները մի հատ զուգանից, որտեղ դուռ չկա, սա մեկ, երկրորդ, նույն գյուղում Հետո ինձ ասացին, որ 2 դպրոց է կառուցվում, 2 դպրոց է եղել, 2 դպրոց է կառուցվում, իհարկե մյուսը արդեն չնկարեցի, բայց ինչ տեսա, ցույց տվեցին հինը, ուրեմն այն դպրոցը, որը մինչև այսօրվա իշխանությունները կկառուցեն նորը, էլի գործող է եղել այդ հինը, երկրորդ հարգից ծառա աճել, պատկացրիք, սովորում եք մի դպրոցում, որտեղ հողային պարարտ պայմանները եւ խոնավության մակարդակը այնպեսին նա, որ ծառա աճում, կտուրը քանդում ու տես բարձրանում է ինքը։ Հասկանում եք։ Մի գյուղ էր, որտեղ որ նախ ինքը մեծ գյուղ է եղել, ասեմ, մի գյուղ էր, որտեղ որ գյուղի կենտրոնական հատվածը զավթած էր երբեմնի գյուղապետի կամ իր ազգականների կողմից այսօրվա դրությամբ դա հետավերցրած ու փոխարեն այդտեղ մեծ խաղահրապարակ այգի է կառուցվել կողքնել ֆուտբոլի դաշտ որտեղ որ իմ գնալու պահին երեխաներ էին խաղում մի գյուղ էր որտեղ երկու մանկապարտեզ էր եղել որը ժամանակին նույնպես զավթվել էր Այս զավթիչները, ընդ որում Արագածավանը Թուրքիայի սահմանին է։ Այն ժամանակ, որ ասում էիք, այս ինչ բան անեք, թուրքը կտեսնի, կխնդա, թուրքը տեսնում, խնդում է։ Հենց Թուրքիայի սահմանն էր, թուրքը այդ չէր տեսնում ու խնդում։ Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ
ձեր այս արտահայտությունը ինչքան բան է, էլի, ասենք, բայց եթե ձեր լեզվով խոսենք, չեր տեսնում ու խնդում։ Այդ գյուղում, այդ գյուղից քանի հանրությանը պիտանի կամ լավ մասնագետներ կամ լավ ստեղծագործողներ կծնվեին ու կմեծանային։ Եթե դուք չափական եք դա, այ որ ասում եմ մշակութաբանական ցեղասպաններ եք, սա նկատի ունեմ, որովհետև ինչպես հասկացանք 1000-ից ավել դպրոցներ կա, որից 300-ը այսօր կառուցում է, հիմնանորոգում կամ կառուցում է պետությունը, այսինքն կառուցում ոչ թե այդքանն են անհրաժեշտ, ժողովուրդ ջան, եկեք սա ճիշտ հասկանանք, այլ այդքանը ոչ թե այդ մոտ 1500-ից հա, այդ 300 դպրոց էր պակասում մեր երկրին, ոչ, այն 1500-ատին էլ է պետք է նայել, դա ժամանակի հետ ամբողջը միասին չի լինի անել, նրանք էլ ունեն հիմնանորոգման կարիք, նրանք էլ ունեն նորոգման կարիք, բայց նախ պակասն են լրացնում դեռևս, այդ 300 դպրոցը պակասն են լրացնում, եթե ու գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ կարող է մեր երկիրը այն վիճակում է եղել, որ մինչև հիմա այդ հնարավորությունը չունեցել, բայց չնայած դա այդպես չի։ Բայց երբ որ տեսնում ես, որ երկրի ղեկավարները նրանց հարող մարդիկ հարյուրավոր միլիոնների, միլիարդների տեր են դարձել, հենց այդ նույն երկրում, այդ նույն երկրի փողերով, սա կներեք արդեն ոչ թե ատելության սերմանման միջոցառում է, այլ ուղիղ գնահատական, դուք մշակութաբանական ցեղասպաններ եք, որովհետև իմ կարծիքով հայ ազգի հետ կապ չունեք, դուք ուղարկված եք, որպեսզի հայ ազգին ցեղասպանեք մշակութաբանորեն, ինչը ավելի սարսափելի ցեղասպանություն է իմիջայլոց, ինքնությունը կորցնել, բնավորության գծերը խառնել, տեսակը վերացնել, հիմա ինչու է հրավիրում ես հարցի վրա սփյուռքահայերի ուշադրությունը, հատկապես են հայերի, ովքեր որ այսօր ապատեղեկատվության նաև պատճառով օտար երկրներից, հիմնականում Միացյալ Նահանգներից ընկած են կասկածների մեջ, մտքերի մեջ ու իսկապես եկել են եզրահանգման շատ ենթարկվելով մեդիա բուլինգի ու կարծում են այսօրվա իշխանությունները շատ վատն են ու որոշակիորեն սատարում են նախկիններին, հարգելիներս, դրանք երեխաների զուգարանի փողն են կերել անգամ, ձեզ ներկայացրել են, որ ամեն ինչ վատ է, ձեզ ներկայացրել են, որ բոլոր միջոցները տրամադրվում են Արցախին, մենք էլ այստեղ չենք կարողանում մի հատ դպրոց կառուցենք, գնացեք մի հատ դրամահավաքանի գոնե այս դպրոցի բանը զուգարանը սարքենք, այն դպրոցի կռիչը կապենք, ընդ որում ձեր ուղարկած փողերի մի մասը նույնպես կարող էին ուտել, հասկանում եք, եւ այդ նույն ուտողներն ու լափողները այսօր ձեր մեջ հակասություններ են սերմանում, ձեզ բերում են նրան, որ իբր այսօր ինչ-որ հիմնադրամներից փողեր է կորում, այդպիսի բան չկա, ամբողջական հաշվետվություն է դրված, ամբողջական, սա սարսափելի բան, ու հենց այդ նույն դպրոցում կրթություն ստացած մարդը այսօր շատ հնարավոր է ինքը ուսուցիչ է աշխատում, ինձ խնդրում եմ ասեք, որակը ամենայն հարգանքով, սա տրամաբանական շղթա է, այդպիսին, դու չես կարող ցանել ցորեն, քաղել տանձ, հասկանում եք, ինչ ցանել ենք, դա հնձել ենք կամ հնձում ենք, եթե ժամանակին մեր պետության դպրոցների մակարդակն ու վիճակը դա է եղել, ամենայն հարգանքով այն երեխաների աշակերտների հանդեպ, ովքեր ստիպված են եղել հաճախել այդ տեսակ դպրոցներ եւ իհարկե մատների արանքով դե կներեք, եթե տեսնում են պետական մակարդակով այդպիսին նա վերաբերմունքը, իրենց դաստիարակությունը ինչպիսին է պիտի լինի։ Հետո նրանց մի մասը իրենց միջոցներով ինչ որ ավարտում էին Երևանում ինստիտուտներ, այսօր դասավանդում են, ինչպիսին ինչ ենք ակնկալում,
բարդ է փոփոխությունները, ես սախի եմ մանրամասնում, որպեսզի հասկանանք, թե այդ փոփոխությունները որքան էլ որ կառավարությունը ցանկանա արագ տեմպերով լինեն, լավ տեմպերով լինեն, ամբողջ ասած ոնց ասվի տես դրական ընթացքով գնա, ապա չարաչար սխալվում ենք։ Այստեղ իսկապես քաղաքացու աջակցությունը կարևոր է։ Այ օրինակ կառավարությունը ուղարկել էր ազգային ժողով հայտնի նախագիծը, հա, բանակի հետ կապված այդ վճարների, որ ծառայության դիմաց վճարել, չծառայելու դիմաց վճարել, ընդ որում, հա, որը որ տարբեր արձագանքների արժանացավ, եթե ուշադիր ենք լինում, մարդիկ կային, որ ովքեր որ հասկանում էին, թե ինչ ստատիստիկայի մասին է խոսքը, ինչի մասին ու ասում էին, միանգամից համաձայնում են, որ լավ նախագիծ է, եւ մարդիկ կան, որ արտարացիորեն այնտեղ գտնում էին խնդրահարույց հատվածներ։ Եվ այդ օրենքի քննարկումը, որ պիտի տեղի ունենար 3 ազգային ժողովում, հետաձգվեց, չեղարկվեց, չգիտենք, առաջիկայում որոշակի երևի փոփոխություններ կլինեն, չգիտեմ, այնուամենայնիվ մի բան հաստատ է, կառավարությունը չի ուզում վատ բան, ուզում է տանի որոշակի խնդիրների լուծման եւ բանակը առհասարակ տանի դեպի պրոֆեսիոնալիզմը, հա, պրոֆեսիոնալ բանակ ստանանք, բայց եւ զինվորականը դա լինի լուրջ մասնագիտություն, որը կստանա լավ աշխատավարձ, բայց մյուս կողմից իհարկե այդտեղ խնդիրներ կային, չնայած որ ես ցանկանում եմ նշել, որ խնդիրներ կան նաեւ մեր մեջ, օրինակ այսօրվա դրությամբ ես այստեղ պաշտպանության նախարարության համապատասխան բաժինների կամ բանի առողջապահության նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցների ուշադրությունն եմ ցանկանում սևեռել այս հարցի վրա, այսօր, ասենք ինչ-որ պայի ասեցին, որ որոշ հիվանդություններ կարող են խոչընդոտ չհանդիսանալ երիտասարդի ծառայության համար, որովհետև նրանց հաշվի առնելով հիվանդության մակարդակը ըստ այդմ ծառայությունը կանցնի, հա, շատ հետաքրքիր լավ բան է առաջին հայացքից, այո, որոշակի հիվանդություն կարող ես ունենալ, ոչինչ, մեղմված ձևով կծառայես, բայց այդ քո վրա խարան չի մնա, որովհետև մարդիկ կան, որ ցանկանում են ծառայել անկախ ամեն ինչից։ Մի խոսքով, բայց հարգելիներս, երբ որ այս երիտասարդները գնում են արդեն զորամաս, այնտեղ խնդիրներ են առաջանում։ Նախ ոչ ոք չի խորանում այդ թղթերի մեջ։ Մեկ։ Երկրորդ լսում են ականջի ծայրով տհաճ արտահայտություններ, հիվանդեր չգա իր բանակը։ Այսինքն նախարարության ու կոնկրետ զորամասերի հրամանատարության գործունեության մեջ կա ահավոր մեծ անջրպետ։ Մեկը մյուսին համահունչ չի գնում։ Այսինքն մենք կարող ենք տեսնել զորամասներում հրամանատարներ, ովքեր այնքան էլ տեղյակ չեն պաշտպանության նախարարության որդեգրած ռազմավարությունից։ Կարող ենք տեսնել հիվանդանոցներում բժիշկներ, ովքեր այնքան էլ տեղյակ չեն կամ դիտավորյալ տեղյակ չեն, փողով տեղյակ չեն, էլի, առողջապահության նախարարության որդեգրած ռազմավարությունից։ Եվ առհասարակ հիվանդանոցների մասին երևի այս պահին չարժի խոսել, որովհետև եթե հանկարծ խոսենք, դա անվերջ է լինելու։ Անվերջանալի ցանկ կարող ենք նշել, թե ինչա արդեն քիչ-քիչ սկսում կատարվել հիվանդանոցներում։ Բոլորը իրաց թուլացրել են, վերահսկողությունը թուլացել է ու ամեն մեկը ով ինչ ուզում անում է։ Ես կոնկրետ կարող եմ բերել օրինակ, վերջերս հուղարկավորություններ մի տիկնոջ, որ ինչը բժիշկների պատճառով էր ըստ էության, վատ վերաբերմունքի պատճառով, բայց մինչև վատ վերաբերմունքը հիվանդանոցում, կներեք էլի հարգելի առողջապահության նախարարություն, կասեք ինձ ինչ է նշանակում բժիշկը գրում է մի դեղ, որից Հայաստանում չկա, այսինքն լիցենզավորված վաճառք Հայաստանի Հանրապետությունում չկա, բժիշկը խի է այդ դեղը գրում։ Սա մեկ։ Երկրորդ, երբ որ գրում է, ուղղորդում է, ասում է, այս ինչ տեղում կա, գնա այնտեղից առ, այսինքն սև շուկա գոյություն ունի, որը խրախուսվում է բժիշկների բան։ Երկու,
Երրորդ գնում ես այդտեղ, այդ դեղը մի հատիկը կարող է, մի հատիկ դեղը, որից պիտի դու 20 հատ առնես օրինակ, կարող է արժանալ օրինակ, մոտիկ օրինակ եմ ասում ընդ որում, 2500 դրամ, այսինքն 20 հատի դեպքում 50,000 դրամ։ Բայց հետո ասում ես լավ, մի հատ հետաքրքրվենք, դե հայ ենք, չէ, ամեն տեղ ունենք բարեկամներ, ընկերներ, հարազատներ։ Հետաքրքրվում ես Վրաստանում, Ռուսաստանում, պարզվում է այդ 20 հատիկը կարող ես առնել 1000 ռուբլով։ 5-6 հազար դրամով։ Դեռ ավելի էժան տարբերակներ էլ պատահում են։ Կարող ենք իմանալ սա ինչի մասին է։ Ինչի մասին է։ Ու սա մի հատ առանձին վերցրած երևույթ չի։ Դա արդեն ընդունված պրակտիկա է Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ թեժգծերը բոլոր ինստիտուտների թեժգծերը, բոլոր քաղաքապետարան, բոլոր տեսակի թեժգծերը զբաղված են միշտ։ Դե իհարկե, հենց դրանով էլ թեժգիծը, որ պիտի զբաղված լինի, շատ պիտի զանգել, աշխատող ավելացրեք։ Չնայած զանգերը գնում, պատասխանողներ չեն լինում։ Կամ եթե մի քաղաքացի մի քանի անգամ զանգում է տարբեր հարցերով, այդ քաղաքացին փոխանակ իրեն արդեն ձեռքերի մեջ պայք, որովհետև փաստորեն սրտացավ քաղաքացի, ընդհակառակ, ասում են էլի եսի զանգեց, զզվացրեց արդեն։ Ու էլ չեն վերցնում այդ համարից զանգերը։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, Քննչական կոմիտեից $590,000 գողությունը, որը որ բացահայտվեց, ես այստեղ էլ ընդհուպ մինչև ծաղրի տեսանկյունով կային հրապարակումներ, արդեն ծաղրանքի արժանի էլ, այնտեղ ոնց որ կինո նկարած լինեին, շատ են էլի կինոներ նայել, ընդ որում կինոների ընտրության ճաշակը կարելի էր բավականին տեսանելի էր։ Ու իհարկե հասկանալի է, որ ցանկացած երկրում գողությունները միշտ կան, լինելու են, հենց պետությունը ինքանովապետություն, ինչպես Ալեն Սիմոնյանն էլ ճեպազրույցում ասաց, որ ոչ թե գնում է գործարքի գողի հետ, այլ ձերբակալում է, որովհետև եթե ես կարծում եմ, եթե 590,000 այն ժամանակ գողանային, հաստատ մի 300-ը ասելու են կբերես, կմուծվես վերև, մի 100-ը այս կողմ, 50-ը կողմ, այն 100-ն էլ վեկալ կորի Հայաստանից էլ չերևաս։ Հաստատ հետ չէին դնի տեղը, էլի։ Հարցը սա չի, բայց ու քննարկվում էր քննչական կոմիտեի բաժնի պետ, վարչության պետ, ինչպես կարող է այս կողմեն կողմ դարձյալ դպրոցի խնդիր է, դպրոցի եւ դասիրակության, բայց ես այստեղ մեկ այլ հանգամանքի վրա եմ առաջարկում ուշադրություն դարձնել, որի մասին ոչ ոք դարձյալ չխոսեց, սա կողքից նայելուց։ Տեսեք, ինչպես մամուլը մեզ ասում է, մասնակիցներից մեկը հատկապես կարևոր գլխավոր գործող անձանցից եղել է 20 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության շենք գրավողներից մեկը։ Մարդ ու մինչև հիմի 5-րդ տարին է իր գործողության համար չեն ձերբակալել, ոչինչ չեն արել, այսօր էլ մտել է քննչական կոմիտե փողա գողանում։ Սրա մասին երբ որ մտածում ես, գալիս ես շատ տրամաբանական եզրահանգման, որ շատ հնարավոր է իրենց գործերը հենց դրա համար են ձգձգվել, որպեսզի կարողանան կառավարել այդ հանցագործներին հանուն իրենց անձնական շահերի։ Քննիչը, ով պիտի աշխատի նման գործերի վրա, նման մարդկանց մեջ հետ գործարքի մեջ մեկ այլ գողության գործով։ Քյարամյանի ականջը կանչի,
կարելի էր, այ որ ինքը լիներ մինչև հիմա, կարելի էր հարցնել, բա սրանք ինչեր են։ Բա սրանք ինչեր են։ Բա ոնց է այսպես լինում։ Քննիչների աշխատավարձը ընդ որում բավականին բարձրացրած է։ Բավականին։ Եթե համեմատենք պետական այլ աշխատողների հետ, կարելի է ասել ուրճացրած է, ոչ թե բարձրացրած է։ Եվ այս քննիչները մինչև այսօր տարբեր կարևոր հասարակական հնչեղություն վայելող գործերի մասով էշիական ջին քնած են։ Եվ դեռ դատախազին էլ երբ որ հարց ես տալիս, մարդը նեղվում, ասում է, այդ հարցերը խեք ինձ տալիս, այդ հարցերի մասին ես արդեն անցյալ տարի ասել եմ։ Եվ այստեղից գալիս է հանրության անվստահության գործոնը կամ ինչու ոչ նաև օրինակ վերցնելու միջոց, այսինքն եթե հանցագործը չի պատժում, իսկ ինչի պիտի ես արդար աշխատեմ։ Ինչի պիտի ամեն ինչը արդար անեմ։ Եվ դարձյալ գալիս հանգում ենք դաստիարակության, պետական դաստիարակության խնդրին, որը ցավոք սրտի ինչ որ ցանել ենք, դարձյալ դա հնձում ենք։ Ինչ է նշանակում, գիտեք, ուրիշ հանցագործ լիներ, ինչ որտեղ կասեիրա, կոնկրետ քաղաքական թեմայով հանցագործ է այդ մարդը զավթել է կառավարության շենքը, դրանով խոչընդոտելով շատ բաների, վնասելով բան։ Այդ մարդը ազատության մեջ է բավարար չի, բաժնի պետի հետ, թե վարչության պետի հետ ընդհանուր մի գործով է հիմա անցնում։ Բա որ այդ բոլոր ինստիտուտներում այ հենց այդ հանցագործների ներկայացուցիչները նստած են, աշխատում են։ Նու, աշխատել ճակերտներով։ Այստեղից էլ հանրային որոշակի դժգոհությունները։ Իսկ ինչ է անում տվյալ կառույցի ղեկավարը այս ուղղությամբ։ Երբ որ նրան հարցնում ես, ասում է մարդիկ աշխատում են, էլի։ Արարատ Միրզոյանի գործով գնաց 5 տարի գործը գնաց, մի հոգի կարծեմ դատվեց։ Հիմա ինձ ասեք են կողքի մարդիկ ինչ են դառնալու, ասեմ, վաղնել ինձ են մինչև մեռնելը ծեծելու, մյուս օրը Պողոսին, Պետրոսին։ Ու ես ամեն ինչի մասով մի նորմալ հաշվետվություն չունենք։ Գնում գալիս ենք, ստիպված ով ամենահասանելին քաղաքական իշխանություններին էլ ասես թե չասես, այդ մարդիկ ինչ անեն, դատա իրավական համակարգն է, այդտեղ լծակներ չունենք, բայց որպես քաղաքական իշխանություն ազդեցություն ունեք եւ ունեք քաղաքացուն որպես հենարան։ Կիրառեք այդ գործիքները։ Սա բերում է հանրային ոչ միայն դժգոհությունների, այլ որոշակի ավելի լուրջ բաների, օրինակ այս նախաձեռնության շրջանակներում մայիսի 31-ին որ պիտի իրականացնենք, բակերով մարդիկ են զանգահարում, ես այդ տոմսերը մոտեցնում եմ իրենց, ես հիմա էլի կտեղեկացնեմ խոսքը ինչի մասին է, նրանք ովքեր որ այդ եթերը չեն տեսել, նստած են բակերում մարդիկ, զանգահարում են մեր բակից մի 2-3 հոգով ուզում են գանք, մի մենակ եմ գալիս, 5 հոգով են գալիս, մոտենում եմ, հերթով անձնապես մոտենում, տալիս եմ, շատ դեպքերում իրենք են գալիս մեր գրասենյակ, ասում եմ, ուր նստում եմ, նախ տարիքով մարդիկ են միայն հետաքրքրված, ինչի համար շնորհակալություն հարգանքներս եւ խոնարհումներս ձեր առաջ, որովհետեւ ստացվում է որ ամենաակտիվ քաղաքացիները ինչպես եղել եք երիտասարդ տարիքում, մինչեւ հիմի մնացել եք ակտիվ։ Շատ քչերն են, որ այլ տարիքի ակային են միջին կամ երիտասարդ, որ զանգահարում են։ Հիմնականում տարեց մարդիկ են զանգահարում, որովհետեւ հետաքրքրված են, որովհետեւ գիտեն պահանջատիրությունն ինչ է։
ու շատ դեպքերում խոսակցությունը սկսվում է այստեղ, դե գնել ջամփան, որպես այստեղից էլ ճանաչելով, փորձում են մի փոքր զրույցի բռնվել ու առաջին հարցը լինում է հետեւյալը. լավ է լինելու։ Լավ ո՞նց է լինելու մեր երկրի վիճակը։ Այ առաջին հարցերը սրանք են։ Ես այս հարցերը մի ժամանակ զրույցի մեջ մտնում էի այդ հարցերի շուրջ, բայց հետո քանի որ սա ամենուր է այս հարցը, ես որոշեցի փորձել նրան հոգեբանական որոշակի անալիզի ենթարկել։ Իսկ որտեղից է գալիս այդ հարցը։ Ինչու է առաջինը այդ հարցը։ Իհարկե առաջինը կարող ենք բոլորս ասել, որ նախ կայքերն ու հեռուստատեսությունները։ Լավ, այդ պարագայում կարելի է նաև զուգահեռ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեդիա տերորի զոհ է դարձել։ Ո՞վ է նրան պաշտպանելու այդ տերորից։ Ո՞վ է պաշտպանելու։ Եվ գիտեք, հարցը այսպես չի, որ մի թեմա է ու գնում է երկրորդն է կամ ոչ, ամեն ինչ ու շատ։ Մեդիա տերորի զոհ, բուլինգի է ենթարկվում այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ինչ անել, ինչպիսի քննարկումներ կան այս ամեն ինչի շուրջ։ Իհարկե ՀՌՀ-ն կարող ենք, բայց միայնակ ոչինչ չի կարող անի, ՀՌՀ-ն էլ չի կարող ոչինչ անել, որովհետև տարբեր լրատվական կայքեր, ասում են, սա մեր մեկնաբանությունն է տվյալ թեմայի շրջանակներում, մեկնաբանության խնդիր է, չես կարող ուղիղ իրավական ինչ-որ բան կիրառել, գործիքակազմ։ Բայց կներեք, այդպես ինչ բացի թողի մնա, անունը դնենք դե ժողովրդավարությունը։ Քաղաքացուն մեդիա տերորի են ենթարկում, անունը դնում են, եկեք անունը դնենք ժողովրդավարություն։ Իհարկե շատ լավ է, որ մենք 34-րդ հորիզոնականն ենք զբաղեցնում լրագրողական ազատության տեսանկյունից, բայց խոսքը լրագրողների մասին չի միայն, խոսքը համացանցում տարբեր անուններ կրող, ընդ որում մի մասը թշնամական երկրից են կառավարվում, մի մասը արտերկրից են կառավարվում, քաղաքացու չիմացությունն էլ իր հերթին է իրանն անում, եւ այս մարդիկ տերորի զոհ են դառնում։ Սա առաջին մասն է։ Երկրորդ, ես ցանկանում եմ հատկապես տարեցներին ասել հետեւյալը, հարգելիներս, որ ասում եք վերջը լավ է լինելու թե չէ, ես ձեզ ասեմ, լավը վաղուց է սկսվել։ Ուղղակի դրա մասին ձեր թշնամիները ձեզ չեն ասելու երբեք։ Այ օրինակ բերում էի դպրոցաշինության օրինակը, չէ՞։ Իհարկե ես եւ դուք այլևս չենք օգտվելու նման դպրոցներից, դա երիտասարդների համար է։ Բայց դա հենց լավի ցուցանիշն է։ Եվ մինչև այդ կառույցը չլինի, տեսեք, որպեսզի կրթական ոլորտը բարելավես, մինչև կառույցը չլինի, թե որտեղ է դա անելու, երկրորդ քայլն է նոր արդեն այն մյուսը, երրորդը այն մյուսը։ Այսինքն սա պիտի արված լիներ, որ այսօր շարունակականությունը ապահովվեր, բայց ամեն ինչ այսօր է սկսվում։ Այս մի քանի տարվա մեջ է սկսվում, ինչ արվում է Հայաստանի Հանրապետությունում, արվում է առաջին անգամ։ Եվ դա անհրաժեշտություն կա գնահատելու, որովհետև այդ գնահատականը ավելի խրախուսելու է։ Իհարկե, այդ աշխատանքների մեջ կլինեն թերություններ, անհրաժեշտություն կա նաև դրանք մատնացույց անելու։ Եվ դա հաշվի առնչվում է։ Մի մասը հատկապես հաշվի առնչվում։ Իր արդյունքը տալիս է։ Հիմա վերադառնալով ես կցանկանամ կրկնել, որ մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին կազմակերպում է որպես միջնորդ, կազմակերպում է կինոթատրոն Հայաստանում հանդիպում վարչական շրջանի ղեկավարի Ռոմիկ Մխիթարյանի, ում ուզում եմ հատուկ շնորհակալություն կանխավ հայտնել առաջին այս նախագծում առաջինը լինելու եւ առաջարկը չմերժելու եւ առաջարկին ընդառաջ գնալու համար եւ իհարկե Կինո Հայաստանի տնօրինությանը նույնպես կանխավ շնորհակալություն եմ հայտնում ընդառաջ գնալու համար
բնակիչներ եւ վարչական շրջանի ղեկավար իր աշխատակազմով, ովքեր որ հաշվետվություն, յուրատեսակ հաշվետվություն կներկայացնեն քաղաքացուն։ Իհարկե դա կարելի է անել հեռուստատեսությամբ կամ իրենց պաշտոնական կայքերն ունեն ու ամենօրյա ռեժիմով այնտեղ թարմացվում է, բայց այնուամենայնիվ այսպես կենթանի շփումը շատ ավելի հաճելի ու հետաքրքիր է, հատկապես այտենց մի դահլիճում, կոկիկ եւ այլն, հա, եւ ներկայացնելու է այդ հաշվետվությունը։ Գիտեք ինչ, նույն թաղապետը կարող է ասել, բայց ինչի ես պիտի գամ։ Այնա հաշվետվությունս ում պիտի ներկայացնեմ, ներկայացնում եմ։ Հասկանում եք, բայց ոչ ընդառաջա գնացել, ինչի համար շնորհակալություն։ Եվ բնակիչներն էլ ասեմ, որ տոմսեր կան, տոմսերը անվճար են, կարող եք զանգահարել 091 53 33 25 հեռախոսահամարով ամեն օր 2-ից մինչև ժամը 6-ը, այսինքն 14:00-ից 18:00 եւ մենք կտրամադրենք ձեզ այդ տոմսից, որով կարող եք մայիսի 31-ին ժամը 6-ին ներկա գտնվել Հայաստան կինոթատրոնում։ Այս ամեն ինչն է անվճար եւ շնորհակալություն Free News հեռուստատեսության տնօրինությանը թույլ տալու համար, որ սա հեռուստատեսային այսպիսի ֆորմատով ձեզ ասեմ։ Կարող եք գալ, ներկա գտնվել, տեսնել, լսել, ելի եմ կրկնում։ Այս ամեն ինչը պիտի որ երիտասարդները ավելի հետաքրքրված լինեն, որովհետև հնարավորություն է լինելու վերջում մի քանի րոպե տրամադրել նաև հարցերի համար, դիտարկումների համար, առաջարկների համար։ Բայց չգիտես ինչու ավելի շատ տարեցներն են հետաքրքրված, ընդ որում հետաքրքրված են այնց հարցերով, որոնք վերաբերելի են երիտասարդներին։ Սա գիտեք մեր երբեմնի արտաքին քաղաքականության նման է։ Արցախի փոխարեն ինքնորոշվողի փոխարեն մենք էինք գնում խոսում։ Հետաքրքիր է, չէ՞, տենց մնացել է, էլի դա։ Լավ, սա այսպես, հիմա էլի հետ գանք բանակի օրենքին, չնայած որ այդ օրենքը դեռ երկար կքննարկվի հատկապես մասնագետների կողմից, բայց քանի որ այլ կերպով շահարկվում է, ես ուզում եմ մեր քաղաքացիներին ասել հետեւյալը. ժողովուրդ ջան, ցանկացած օրենքի քննարկում, նախագծի քննարկում պետք է ուշադիր լինենք դետալներին, որովհետև քննարկումից առաջ այդ նույն падգամավորները կամ հանրային ներկայացուցիչները ծանոթանում են ստատիստիկայի հետ։ Այսինքն, ինչու են ասում, եկեք սենց անենք, էլի, որ մարդիկ կարողանան վճարել, որովհետև եթե նայում ենք թվերին, մի հատ հայաստանյան բանակ էլ այս պահի դրությամբ դուրսն է ու չի կարողանում վերադառնալ հայրենիք, արտագաղթել են նախկին խուլիգանների ժամանակ, չեն կարողանում վերադառնալ հայրենիք, ունենալու, մեծ մարդ են ուզում են գան մի օրինակ ներդրում անեն, ասենք 30 տարեկան է, ժամանակին գնացել են, փոքր է եղել, հիմա ինքը այնտեղ սովորել է, ավարտել է, կայացել է, ուզում է հետ գա որոշակի ներդրում անի Հայաստանում։ Հենց հետ գա, կա խնդիր, չէ, որ իրան կվերցնեն, կտանեն բանակ, առավել եւս, որ ինքը ռոզիսկի տակ է, հետախուզման մեջ է, չէ։ Այդ մարդը էլ կգա, չի գա։ Այսպիսի ստատիստիկաներ կան ու հսկայական բանակ է դրսում, ասեմ, որ դրսից արձագանքները լավն են։ Իմ արձագանքն էլ ի սկզբանե լավը, որովհետև ինձ թվում էր, որ դա վերաբերվելու է միայն դրսում ապրողներին, ովքեր որ ցանկություն կունենան վերադառնան հայրենիք ու դա հավելյալ հնարավորություն է, որ օրենքի մեխանիզմներով, օրենքի սահմաններում կարողանան չծառայել եւ օգտակար լինել պետությանը, բայց ստացվեց, որ տարածվում է բոլորի վրա, իսկ այստեղ արդեն խնդիրներ կան։ Այսինքն նշանակում է, որ ու ինչն է բան արվում, որ այսպես թե այնպես փողեր են թափում, որ իրանց երեխեքը չծառայեն։ Այսինքն պետությունն ասում է, ես չեմ կարողանում ամբողջովին կանխել դա, դրա համար եկեք օրինականացնենք այս մոտեցումը։ Թող գումար, չէ, եկեք սենց ասեմ, ոնց որ մեկը ասի ոնց որ ներքին գործերի նախարարությունից ասեն, քանի որ մենք չենք կարողանում ամբողջովին կանխել նարկոտիկի վաճառքը, ապա բերեք այդ նույն նարկոտիկը օրինականացնենք, խոսքը մարիխուանայի մասին չի։ Դες ոնց կլինի։ Ու այսպես կարող ենք շատ օրինակներ բերել, հա։ Քանի որ չենք կարողանում գտնել գողին, եկեք գողությունը օրինականացնենք։
Այդպես չի լինում։ Այդտեղ դա նույնպես առաջացնում է անվստահություն հասարակության մեջ։ Ընդ որում տալիս է տարընթերցման տեղիք ու դա բավականին մեծ չափսերի է հասնում։ Այսինքն հասարակության մոտ լուրջ հիասթափություններ կարող առաջացնի։ Եվ այո, հասարակությունը ճիշտ է նկատում, որ այսինքն ստացվում է, որ բանակը փող չունեցողների տեղն է։ Այստեղ, տեսեք, ժողովուրդ ջան, ես որ միշտ ասում եմ կան երկու կանոններ, հա, մեկը օրենքն է, ինչը որ գրված է, մյուսը բարոյական օրենքն է, որը գրված չի։ Եվ հենց այստեղ է, որ բարոյական մոտեցումները պիտի օգնության հասնեն օրենքին, եթե իհարկե դա օրենք է դառնում։ Այսինքն ես այդ օրինակը շատ եմ բերել, շատ երկրներում ընդունվում են օրենքներ, ես խոսում եմ ավելի հասարակ օրենքներից, հա, կանոնակարգային օրենքներ, որը հետո դառնում է բարոյական արժեհամակարգ, հետո այդ օրենքը դուրս է գալիս, ինքը արդեն բարոյական սկզբունքով մնում է։ Ասենք օրինակ, օրենք չկա, չէ, որ մերկ չես կարող շրջել քաղաքում, բայց բարոյական տեսանկյունից դա չի կարելի, չէ՞։ Եվ մենք արդեն հագուստով ենք շրջում։ Կամ ասենք նույն Մեծ Բրիտանիայում օրենք էին հանել, որ անպայման պիտի ամրագոտի գցած լինես, բայց հետո դպրոցից սկսած սկսում են աշխատել այս ուղղությամբ։ Դա դառնում է բարոյական արժեհամակարգի մի մաս, եւ որ չի լինի առանց ռեմեն վարել մեքենան վերջ։ Հետո այդ օրենքը արդեն չեն ծանրաբեռնում օրենսգրքի մեջ, հետո դուրս են հանում եւ դառնում է որ պարտադիր չի, բայց բարոյականությունը թույլ չի տալիս, որ դու չգցես ռեմեն, հասկանում եք։ Եվ Հայաստանում այսպես այդ պետական դասիրակության մակարդակը պետքա բերել այդտեղ, որ բարոյական արժեհամակարգը կարողանա օգնի օրենսդրական հատվածին։ Այսինքն իհարկե կարելի է փող տալ չգնալ ծառայության, բայց մի քիչ դա ոնց օրենք անել ընդունելի չի։ Բայց դրան հասնել է պետք։ Ամեն դեպքում ես իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այս օրենքը այս տեսակով ընդունել չի կարելի եւ իհարկե կարելի է ավելի խորացնել քննարկումները, ավելի առանձնացնել իրավիճակները եւ այնպես անել, որպեսզի ոչ մեկի իրավունքը չոտնահարվի եւ ՄԻՊ-ի հայտարարությունը այս տեսանկյունից բավականին հետաքրքիրն էր եւ ինձ դուր եկավ։ Որ դա սոցիալական անարդարություն կարող է առաջացնել։ Կարծես այսպես ինչ-որ մի քանի ուղղություններով մեր այսօրվա շփումը ստացվեց եւ այդ ուղղությունները կարելի էր ամեն մեկը առանձին հաղորդման վերածել, այնուամենայնիվ թող այսպես մնա, տեսնենք թե ինչ կստացվի վաղը։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։